փակենք։ Պարոն նախագահ, ՔՊ խոսնակները, պատգամավորները, երբ նեղն են ընկնում, ձեզ մեղադրում են ծանրագույն մեղքերի մեջ, սպանություն, նույնիսկ ահաբեկչություն։ Դուք տակ որակում եք դուրս տալ, բայց այդ դուրս տալը շատ լուրջ նստվածք է թողում ժողովրդի մոտ, հասարակության մոտ։ Իդեպ նախկինների փաստարկը բերելուց անմիջապես անցնում են այդ մեղադրանքներին։ Դուք որոշում ունեք կոնկրետ դեպքերով մտնել դատարան, կոնկրետ հայտարարություններով, վերջնականապես այդ լուրջ խաղաքարտը դուրս հարվի այս քաղաքական պայքարից։ Նայեք, մի քանի անգամ մտել ենք դատարան, հաղթել ենք, բայց այնպես չի, որ միֆերը քանդվում են։ Առնվազն 3-4 դեպք ունենք դատարան մտած եւ հաղթած։ Հիմա եւս կա դատարանում զրպարտության հետ կապված հայցադիմումներ, եթե չեմ սխալվում, երկու հատ կա հիմա։ Բայց մեր քաղաքացիական, այսպես դատարանների արագությունը, ծանրաբեռնվածությունը իսկապես մեծ է եւ դա տարիներ է տևում։ Բացի նրան, որ տարիներ է տևում, նաեւ լրահոսում դա այնտեղը չի զբաղեցնում։ Ոնց որ դու 2 տարի ընկնես այս փաստաբաններով, բանով հաղթում ես, դու կորում գնում ես։ Առնվազն մի քիչ ժամա խոսակցան թեմա է դառնում։ Ես հասկանում եմ հետեւյալը, որ նման վերաբերմունքը փոխելու համար պետք է ասենց ռեսուրսներով բանով մտնես ու մի 6 ամիս 100 անգամ նույն բանը ասես։ Ուրիշ ձևի է հատկապես այսօրվա ասենց լրահոսի այդ հոսունության պարագայում շատ դժվար է։ Դուք գիտեք այդ ոլորտի մարդիկ եք բոլորը։ Մի լուր դուք ի վիճակի եք մի լուրը մի շաբաթ պահել։ Միայն երևի մի շաբաթ լուրը պահելը ստացվում է այս պարտիավճարների հարցով եւ թոշակառում, որ 10,000 դրամը չգիտե թե ոնց բանը ծախսել, սա вообще իմ համար շոկ էր։ Իմ մերս 89 տարեկանում մահացավ, հաստատ ասեմ 88 տարեկանում, եթե ասեին 10,000 դրամը գիտես ոնց ծախսել, թե ոչ, կասեր իհարկե գիտեմ։ Եթե փորձեի ասի, որ կարող է ինչ-որ չջոկեսել եւ ոնց ծախսել, ուղղակի շատ լուրջ ինձանից կնեղանար։ Հիմա դուք ինչի ում եք դրել մեր թոշակառուներին։ Ում եք դրել։ Հիմա դա ինչի համար եմ այս օրինակը բերում, թեմաներ կա, որ ասենց ուրիշ ձև է կպնում եւ ի վիճակի եք երկար թեման պահել։ Այն ինչ որ դուք ասում եք, մի քիչ ուրիշ մոտեցում ասում։ Ես պիտի գործերս թողեի ու ասենց կարողություններով սա ինչ որ մտնեի այդ դաշտի մեջ։ Պրոբլեմ, իսկապես պրոբլեմ։ Իմ դեմ այդ ձև են աշխատել, համակարգված, բավական լուրջ ռեսուրսներ ներգրավելով ու բավական երկար ժամանակ։ Եվ որոշ միֆերի ինձ կպցրել են, որոնք իմ հետ կապ չունի ընդհանրապես։ Այն ժամանակ իմ աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարը Վիկտորը, երբ որ ասում էր, լավ, Վիկտորը մի կարդալ լավ, զահլաչուն եմ ես հիմա ավելի հետաքրքիր գործերով ենք զբաղված։ Սխալ եմ արել։ Պետք է ուշադրություն դարձնեի, բայց չեմ էլ մտածել, որ կարող այս մի վիճակ գա, որ հետ մտնեմ քաղաքականության մեջ։ Ընդհանրապես չեմ մտածել։ Հասկանում։ Հանրային հեռուստաընկերություն ու ավարտենք։ Ես կփակեմ նորից Արտաքինի հետ կապված հարցով, Թրիփի վերաբերյալ, որ անընդհատ խոսում եք ամերիկան շահեր չունի, ԱՄՆ նախագահը ինքը եւս խոսել է ամերիկյան կողմի շահի մասին։ Այսինքն հիմա դուք ձեր պնդումներով, հայտարարություններով պնդում եք, որ Թրամփը իրավիճակին չի տիրապետում։ Նայեք, ես ինչ եմ ասել։ Ես ասել եմ տնտեսական եւ անվտանգային շահեր ուղղակի չեն երևում։ Եթե Իրանի գործոնը հանում ես, ոչինչ չկա։ Ես այն ասել եւ այո, շարունակում եմ պնդել։ Հետաքրքրությունը այդ ծրագրի նկատմամբ ավելի շատ քաղաքական է։ Ռուսաստանին հեռու պահել եւ Իրանի հետ խնդիրներ ստեղծել։ Որտեղ տնտեսական շահը ենթադրում է առևտրի ծավալ,
Չկա 0-0-0 Բացի տնտեսական շահից, անվտանգային շահը, եթե Ամերիկա Միացյալ Նահանգները այստեղ ունենային, առնվազն մոտակայքում մի 2-3 խոշոր ռազմական բազա կունենային։ Հիմա Միացյալ Նահանգները աշխարհում ունեն ավելի քան 750 ռազմաբազա, բայց ոչ մեր տարածաշրջանում։ Ես նախագահ եմ եղել 10 տարի, անվտանգային հարցերով որևէ հետաքրքրություն չի դրսևորվել այն ժամանակ։ Հիմնականում ինչ էր Իրանի հետ սանկցիաները պահում ենք, թե չենք պահում, եւ ինչի է մեր հարաբերությունները Իրանի հետ լավ։ Բայց ասեմ, Միացյալ Նահանգներին ի պատիվ իրենց կարող եմ ասել, պրագմատիկ են, եթե դու հիմնավորված ինչ-որ բան ես ներկայացնում, լսում են, իսկապես լսում են։ Միացյալ Նահանգների հետ աշխատելը հեշտ էր, ավելի հեշտ էր, ասեմ, քան օրինակ եվրոպական որոշ երկրների հետ։ Որովհետեւ եթե դու նորմալ ներկայացնում ես, իրեն շահը ցույց է տալիս այդ process-ի մեջ, քո հետ համաձայնում է, հետները հեշտ էր աշխատել։ Ասեմ, եւ տվյալ դեպքում իմ ընկալումը հետեւյալն է, Միացյալ Նահանգների հետ ճշնամանալ երբեք պետք չի։ Այն երկիրը չի, որի հետ ճշնամանալուց դու կարող ես ինչ-որ բան շահես։ Բայց Միացյալ Նահանգների հետ նստել, խոսալ, խնդիրները ներկայացնել եւ ցույց տալ, որ այս տարբերակով նույն տրիպի հենց Միացյալ Նահանգները ավելի շատ կշահեն, նաև իրենց շահերից է սա բխում, անցնում է դա։ Միացյալ Նահանգների հետ դա աշխատում է։ Շատ պրագմատիկ է։ Եկեք դու կարճ հստակեցում ազատությունը փոքր ճշտում ունի ու փակենք էլի, բայց կարճ խնդրեմ։ Մենք արդեն սենց խոշտանգման եզրին ենք։